Սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ժողովրդական եւ աշուղական երկարվեստի փայլուն ներկայացուցիչներ են Վաստագաշատ երկչուհի Աշուղ Նազելի Գրիգորյան, որ բոլորիս ծանոթ է որպես Աշուղ Նազելի, Հայաստան հաղորդաշարի հատուկ հյուրն է երկուշաբթի ապրիլ 6-ին Radio Stars-ն։ Հաղորդավարուհի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը պիտի ունենա հետաքրքրական եւ չերմ զրույցը Աշուղ Նազելիին հետ, որուն ընթացքին ամ պիտի պատմի իր ծննդավայր Փաղանիս գյուղի մասին, պիտի հիշի իր մանկության հուշերը եւ պիտի խոսի իր երաժշտական ուղիին, գրթության, ինչպես նաեւ երկարվեստի թրական եւ բացասական կողմերու մասին։ Աշուղ Նազելին նաեւ պիտի բացահայտե երկելու եւ սեփական երկեր հորինելու իր ստեղծագործական աշխարհը եւ պիտի բաժնի իր վերջին մենահամերգի դպավորությունները, որ դեղի ունեցած էր Կալիֆոռնիա մեջ։ Միացեք մեզի եւ հետևեցեք այս բացառիկ հարցազրույցին ուղիղ եթերով Radio Stars-ն եւ Radio Stars-ի թիմադեդրի էջեն Գեսորին ժամը 12:30 Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 11:30 Հայաստանի ժամով եւ երեկոյան ժամը 9:30 Եվրոպայի ժամով։ Սիրելիներ, մի մոռնաք հետևելու Վաստագաշատ երկչուհի Աշուղ Նազելիին հատուկ հարցազրույցին երկուշաբթի ապրիլ 6-ին։ Radio Stars-ի շատ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, նամանավանդ անհամբերորեն սպասողներ։ Գիտեմ թե գուզեք դարձյալ լսել երգը Աշուղ Նազելի Գրիգորյանի մեկնաբանությամբ, ես հատած եմ միկա երգը խորակրով այս սույն երգը, որբեսի ինչպես մի շատ լավ արժված եք այդ կարճ րոպե գբացագայիմ, ապա գվերաթարնամ զույգ, այսինքն ես եւ հարկարժան հյուրս։ Ոչ մեկ տեղ չի հեռանանք, սպասեցեք մեզի, շուտով գվերաթարնանք։ Գելեցեք Radio Stars, Radio Stars։ Մեր հայության միան քեֆ կվայել է, ուրախ եղեք, առողջ եղեք, իրար սիրեցեք հայեր ջան։ Լսեցինք միկա խորակրով Աշուղ Նազելի Գրիգորյանի շատ գեղեցիկ երգը։ Աշուղ Նազելին ծնվել է նոյեմբերյանի շրջանի Փաղանիս գյուղում երաժշտական հարուստ միջավայրում։ 1980 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո 1982-ին սովորել եւ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետը 1987 թվականին։
1987-ին մինչև 2007 թվական զբաղվել է մանկավարժությամբ եւ միաժամանակ ստեղծել իր յուրահատուկ տեղը հայկական աշխուղական արվեստում։ Օժտված լինելով աստվածադուր ձայնով երգել է տարբեր անսամբլներում, դողմիկ երգչախումբ, Վարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբ, Սայաթ Նովա աշխուղական երգերի վաստակավոր անսամբլ, Ագունգ ազգագրական անսամբլ, Իմբուլս ռադիոգայանում վարել է հեղինակային հին ու նոր աշխուղներ հաղորդաշարը։ 2005 թվականին լույս է տեսել նրա հարսնակար խորագիրը գրող Անտրանիկ ժողովածուն։ Իսկ հետագայում դպակրվել է նրա Իմ Սուրբ Մատուր խորագրով երգարանը եւ 7 երգմայրգիս դեսասկավարակը։ 2013 թվականին դեկտեմբեր 12-ին ցերնադրվել է եւ ստացել է վարպետ աշխուղի կոչում։ Այսօր սիրելիներ իմ հաղորդման հյուրը Դավշո Չքնաղ երգահան եւ վաստակաշատ երգչուհի Աշուղ Նազելի Գրիգորյանն է, որ իսկապես ոչ միայն ուրախություն, այլ պատիվ է ինձի այսպես վաստակաշատ անձնավորություն վաստակաշատ երգչուհիմը լինե հյուրը իմ հաղորդաշարին գողջունեմ ցեզի Տիկին Նազելի Գրիգորյան բարի եկել հայ աստղեր հաղորդաշարեն եւ շատ շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար։ Անչափ շնորհակալ եմ սիրելի Ստեյսի ինձ հրավիրելու համար։ Ես նույնպես ողջունում եմ ողջ հայությանը, բոլոր մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին եւ անշուշտ զգացված եմ այս հրաշալի առիթի համար, որովհետեւ կարծում եմ ձեր հաղորդաշարը, ձեր ռադիոժամը ազգանպաստ գործյամբ օտար ափերում հայապահպանության համար մեծ աշխատանք է կանում եւ ինձ համար ուրախություն է, երջանկություն է մի փոքրիկ մասնիկը լինելու ձեր հաղորդման։ Ուրախ եմ շատ։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ այս սրդակին բացման խոսքի համար։ Ես պիտի սկսեմ վերհիշեցնելով ձեր մանկությունը։ Հաճիկ Տիկին Նազելի կպատմեք ձեր ծննդավայր Փաղանիս քյուրի մասին, ինչպիսի հետք է թողել այն ձեր հոգում։ Անշուշտ ընդհանրապես մարդ մեր հայրենիքը փոքր է, բայց ամեն մեկս ունենք այդ հայրենիքում մեր փոքր հայրենիքը, դա մեր ծննդավայրն է։ Եվ ավելի քաղցր անուշ, այսպես մոր կաթի նման անուշ է ծննդավայրը, որովհետև մանավանդ մեր գյուղը, որտեղ ես ծնվել մեծացել եմ, ուսում եմ ավել սկզբնական կրթություն, մի գողտրի գեղեցիկ անկյուն է, անտառներով, սառնաղբյուրներով, այգիներով շատ գեղեցիկ մի փոքրիկ գյուղ է եւ բնությունը այնքան հիասքանչ է, որ թեկուզ ես ապրում եմ Հայաստանում, բայց կարոտում եմ անչափ եւ մորս եմ կարոտում եւ մեր գյուղը եւ եթե ուշադիր լինեն իմ երգերի մեծ մասը հենց այնտեղից է սերվում, սնունդ առնում իմ ծննդավայրից, Փաղանիսից։ Եվ արդեն այսօր մեր ետին տեղադրվել է Փաղանիս քյուրի մի նկարը, ուզեցի այսօր, որովհետև դուք Փաղանիս քյուրից եք, ամենչապես գրծա գտնել եւ ուզեցի տեղադրել այս նկարը, որ մեր ետին կտեսնեն այսօրվա մեր հաղորդաշարի հետևողները։ Արդյոք ձեր մանկության տարիներին արդեն նկատի էր ձեր երաժշտական ցիրկը, որովհետև ձեր հորեղբոր աղջիկն իր հետ դանում էր ցեզի դիտելու հնդկական ֆիլմ եւ վերադարձին ֆիլմի երգերը դուք ամբողջությամբ երգում էիք։ Հիշում եք արդյոք։ Պատկերացրեք դա, ես այնքան փոքր եմ եղել, դեռ դպրոցական չեմ եղել եւ այո, քույրիկիս այսպես փեշից կախվում էի, որ ինձ էլ տաներ իր հետ կինո նկար եւ երբ որ ես վերադառնում եի եւ երգերը ամբողջ այսպես մեղեդիներով ճշգրիտ վերարտադրում էի, բոլորը զարմանում էին, թե ինչպես կարող է փոքր աղջիկը այսպես կարողանա այդ երգերը վերարտադրել եւ երևի հենց այդ օրերից էլ երևաց, որ իմ մեջ ինչ-որ մի շնորհ կա, տաղանդ կա, գուցե չգիտեմ ինչ կա, ձիրք կա, որ հետագայում պիտի վերածվեր այն ամենի, ինչ որ ես այսօր եմ։ Այսօր որ հիշում եք այդ օրերը շատ փոքր տարիքին,
Գասեք Իրանելի էր այդ օրերը կամ ամեն այնց այդ օրին համեմատ ապրում է իր վարգյանները, իր բահերը։ Գիտեք, մարդ որքան մեծանում է, այնքան ձգտում է դեպի իր մանկությունը եւ ամեն մի փոքրիկ հուշ, ամեն մի փոքրիկ դրվագ, այսպես մի գեղեցիկ ֆիլմի նման դաջված է մեր մտքերում։ Ես կարծում եմ, ես միակը չեմ։ Եվ մանկությունը մեր ամենագեղեցիկ հեքիաթային շրջանն է։ Ամեն բան շատ գեղեցիկ եմ հիշում, անգամ ծառը, թուփը, ճանապարհը, արահետը, աղբյուրը, ինչ ասեմ, ամեն բան ինձ համար շատ թանկ ու հարազատ հիշողություններ։ Վստահ, փոքր տարիքին շատեր երբ արդահայտվեին ծնողած թե ես ուզում եմ դառնալ երգչուհի կամ երգել, բայց ես լավ իմացա թե ձեր հայրը չէր ուզում որ դուք երգչուհի դառնաք։ Լավ, ինչպես վերաբերվեց ձեր ընտրությանը մուտք գործել երգարվեստ։ Անկեղծ ասած, հայրս կարծում էր, որ երգելը այդքան է լուրջ մի աշխատանք չի, կնոջ համար, աղջկա համար, եւ ուզում էր, որ ես անպայման համալսարանական կրթություն ստանամ։ Դե երգելը միշտ կա ու կա եւ հետագայում եթե ես ամուսնանամ եւ իմ ամուսինը թույլ տա, ապա կարող ես զբաղվել, չգիտես, այդ ծիծաղելի մտածողությունը որտեղից է մեր ժողովրդի մեջ մտած, ես կարծում եմ միակը չեմ, որ այսպես աղջիկներին թույլ տրված չէ ցույց դնել իր տաղանդը, իր գեղեցիկ այսպես կեցվածքը եւ այլն։ Բայց բախտը ինձ համար ճակատագիրը ինձ համար բոլորովին ուրիշ բան էր պատրաստել, որովհետև ես համալսարան ընդունվեցի եւ առաջին իսկ օրերից սեպտեմբերի այն մի քանի օրը որ գնում ես դասի, ինձ հանդիպեց Խորեն Պալյանը, որ մեր գրաբարի դասախոսներ, Լուսինե Զաքարյանի հանրահայտ սրբուհի, մեր Լուսինե Զաքարյանի ամուսինը եւ ասաց, գիտեք սիրելիներ, առաջին կուրսի ձեր նորեկներից ես պետք է համալրեմ իմ երգչախումբը տոհմիկ երգչախումբ է, մենք երգում ենք հոգևոր երգեր, Կոմիտաս, Եկմալյան, շատ գեղեցիկ այսպես ազգային երգեր եւ շատ կուզենամ որ դուք էլ ձեզանից ձայն ունեցողները մասնակցեն։ Եվ մի քանի հոգուց այսպես մի քանի տող այդպես երգացրեց եւ ինձ ասաց դու որ անպայման պիտի մասնակցես այդ երգչախմբին եւ կարծես թե հենց առաջին օրերից էր տրված էր որ ես պիտի այդ երգը եւ բանասիրությունը եւ երգեցողությունը պիտի զուգահեռ քայլեն իմ կյանքում։ Այո։ Բայց միան հայրիկը ներգամ արդյոք նույն ժամանակ ձեր մայրիկը որ ինք ագումբի տնօրեն էր եւ երգել է Քուսան Աշոտի հետ, իսկ Քուսան Փենիկի հետ թատրոնում նույնիսկ գլխավոր թերերում է հանդես եկել, արդյոք որքանով ինք քաչալերել է ցեզի։ Ոստեսի ինչպեսի ինչ մանրամասներ գիտես իմ կյանքից ես հուզվում եմ եւ ինձ հաճելի է քո պրոֆեսիոնալ մոտեցումը անշուշտ իմ սիրելի Ստեյսի այո մայրս անշուշտ ուզում էր որ ես իմ սրտի ուզածով լինի որ ես ինձ երջանիկ զգամ բայց գիտեք ինչպես է ավանդական ընտանիքներում տղամարդիկ են որոշում եւ մայրս շատ հավեստաբար այսպես հորս որոշումներին դեմ չէր գնում բայց մի խնդիր էլ կար այսպես խնդիր չէ իհարկե մի հարց էր այնպես էր որ ես հայերենից հայ գրականություն պատմություն շատ լավ է սովորում դպրոցում եւ ես մտածեցի որ բանասիրական կրթությունը շատ բարձր կրթություն է եւ այդ կրթությունը ստանալով ես ավելի կիրթ երաժիշտ կլինեմ, որովհետեւ միայն երաժշտական կրթությունը բավարար չի մարդու կերպարը ամբողջացնելու համար, նա պիտի նաեւ կարդացած լինի, բանիմաց լինի եւ տեղյակ լինի լեզվին, գրականությանը, պատմությանը հայոց։ Այդպես է եղավ։ Պիտի խոսենք բոլոր տեղեկությամբ հանգրվանով ովևէ մեկ թեմաներով որ արդեն դուք հիշել եք բայց եկեք վերադարձնեմ ցեզի Փաղանիս քյուրը որ այսօր ապրում են ձեր ծնողքը ձեր մայրը եւ հայրը արդյոք որքան խոսուն եւ սիրելի նկար է ես մեկը այո
Որքան գեղեցիկ։ Մայրիկիս 80-ամյակին էին, բարեկամներով հավաքվել էին, որ մորս մի քիչ ուրախացնեն, երջանկացնեն, Այո։ որովհետև մայրս մի քիչ տխուր է այն իմաստով, որ որդեկորույս մայր է, եւ ես ամեն ջան գործադրում եմ, որ մայրս մեզանով մխիթարվի, ինձանով եւ իր թորներով, եւ իր բարեկամների այդ օրը օրինակ իր քրոջ տղան էր կազմակերպել այդ միջոցառումը եւ ուրախացրեցինք մայրս հուզվել է, անչափ ինչ ասեմ, Ստեյսի ջան, անձնական։ Շատ սիրուն նկար է ուզեցի գիսվիլ ծեր հետը, որովհետև գիտեմ ուև եմ Ես արդեն նկարը թուպեր կորցրել եմ։ Ես կապած ոչինչ չեմ կորցրում, բայց վաղուց չէի տեսել, ահագի տարիներ առաջ։ Հասիկ ես ունեմ արդեն նկարի եւ շատ սիրուն նկար է Աստված մահի ծեր մայրը եւ հայրը։ Հոգի շատ փորն է, Ծեր հայրը եւ մայրը անպակաս լինեն ծեր գլխից, ծեր ընտանիքից, որովհետեւ ինչպես թե ասեցիք այսօր դյուրին չէ, իրենք ворթի գործընծրել են եւ շատ դժվար պայմաններում մեջ են ապրել, ցավոք սրտի ծեր քույրը կամ եղբայրը ասեցիք, որ արդեն անտի-աշխարհ է կացել եւ հեռացել է։ Եղբայրներս, եմ երկու եղբայրն է, երկուսն էլ շատ երիտասարդ են։ Մայրս այսպես երկու տղաներին կորցրեց եւ մխիթարվում է ինձանով եւ եղբայրներից իմ երեխաներով, թորներով, ծորներով, ինչ ասեմ, կյանքը շարունակվում է։ Այո։ Ցավն էլ մերն է, ինչ կարող ենք ասել, կյանքը այսպեսին է։ Աստծո կամքն է, մենք պիտի փորձենք ուրախությամբ շարունակել, որովհետեւ իրենց հոգին մնա միշտ ուրախ։ Եվ ուրախությամբ շարունակենք մեր կյանքը եւ ինչպես նաեւ մեր զրույցը։ Սիրելի Տիկին Նազելի Գրիգորյան, դուք ընտրել եք բանասիրական ուղին, սովորելով Երևանի պետական համալսարանում։ Ինչպես համադրվեցին քրականությունն ու երաժշտությունը ձեր կյանքում։ Գիտեք, գրականությունը եւ երաժշտությունը նույնիսկ կարելի է իրարից չբաժանել, որովհետեւ գրականությունը ինձ օգնեց ավելի գրագետ լինել, ավելի բանիմաց լինել, տեղյակ լինել մեր հայ մշակույթին եւ այն մարդիկ, ովքեր որ իմ ճանապարհին հայտնվեցին, մեծ երաժշտական դպրոց կառուցեցին ինձ համար, սկսյալ բանասիրական ֆակուլտետից ես ծանոթ եղա ամենահարահայտ եւ սիրելի մարդկանց, Լուսինե Զաքարյանին, Խորեն Պալյանին եւ համասարք ավարտելուց հետո, երբ որ մեզ նշանակեցին Եղվարդ քաղաքում ուսուցչություն անելու, ես զուգահեռ երգում էի Սուրբ Աստվածածնի մի գեղեցիկ ունենք Եղվարդ քաղաքում, Երևանին շատ մոտ է, այնտեղ ես դասավանդում էի դպրոցում հայոց լեզու եւ հայ գրականություն, իսկ եկեղեցու երգչախմբում երգում էի ահա պատարագը։ Ինձ համար հրաշալի տարիներ էին այդ տարիները։ Նամանավանդ եկեղեցի ծառայելը այնքան ուրախություն պատճառում է, ես Եվ նաև այլ դպրոցներ։ Հոգևոր երաժշտությունից հետո ինձ համար շատ հետաքրքիր է որպես բանասերի մեր բանահյուսությունը, չէ՞ որ ես անցնում էի ամբողջ իմ ուսանողական տարիներին եւ ես անպայման ուզում էի գտնել ակունք անսամբլը, որովհետեւ նա առաջին այդ համույթն էր ավանդական, որտեղ երգվում էին ազգագրական երգեր, բարում էին մեր բարերը եւ ես երջանկություն ունեցա մի քանի տարի այնտեղ երաժշտական մեծ դպրոց անցնել։ Ես սրանով չբավարարվեցի, ես որոշեցի նաեւ Աշուղական անսամբլում երգել եւ իմ բախտը բերեց նաեւ ես մի քանի տարիներ երգել եմ որպես երգչուհի սկզբից Սայաթնովա Աշուղական վաստակավոր անսամբլում, բայց այնուհետեւ ահա այդքան դպրոց անցնելուց հետո ես սկսեցի նաև ներկայացնել ասպարեզ հանել նաև իմ ստեղծագործությունները որպես հեղինակի եւ խոսքն էի գրում եւ մելոդին եւ այս պատճառով չէ որ աշուղները այդպեսին են եւ խոսքն են գրում եւ երաժշտությունը եւ իմ երգերը այնքան սիրվեցին որ ինձ ձեռնադրեցին որպես վարպետ աշուղ
Արդյոք դարբերվում է ըսկացումը դուք էլ որ գրել եք ձեր երկի բարերը մի դարբեր ըսկացում ունենում եք, որովհետև դուք այդ ըսկացումով գրել եք ձեր բարերն են, ձեր ստեղծագործությունն են, արդյոք դարբեր է։ Գիտեք, խոսքը եւ մեղեդին միաձույլ են ստեղծում իմ սրտում։ Օրինակ, երբ որ մի հին խաչքար, հա, ուսին փոշի դարերի, ես իմ ծննդավայրի փոքրիկ մատուրի մասին եմ գրել այդ երգը։ Եվ խնդրում եմ մատուրին, որ ինձ ազատի չարից, մեղքից, փորձանքից։ Եվ այս աղոթքը անմիջապես եւ խոսքով եւ երաժշտությամբ գալիս մտնում է իմ գլխի մեջ, իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ եւ ես անմիջապես երգում եմ այդ երգը։ Իմ սուրնատուր ոտքը եկա ես նորից, ինձ ազատիր չարից, մեղքից, փորձանքից, ահա այսպես։ Շարունակեցեք, ես չեմ բավարարվում, շարունակեցեք։ Խնդրում եմ, մի թող հանդուրց, որ հավատս երերա, իմ սուրբ ընկեր, եղիր նորից կարեկից, մի թող հանգարց, որ հավատս երերա, Քոնազելուն եղիր նորից կարեկի։ Շատ շնորհակալ եմ իսկապես թե հրաշալի եմ ոնքան որ լսեմ ձեր ցայնը ես չեմ բավարարվում որովհետև հաճելի է ձեր այդ կողդրիկ ցայնը կնքուշ ցայնը վստահ եմ թե բոլորի էլ հաճելի է տվել Դուք հիշեցիք հոգևորական երգ, այսօր դուք YouTube-ում ունիք միայն մեկ հոգևորական երգ, այսօր հոգևորական երգերը ինչ տեղ ունին ձեր կյանքում։ Գիտեք շատ մեծ, ես գիտեք գրել եմ նաև դլեաման, հորովել, իմ երգացանկի մեջ այսպիսի երգեր կան, անverջ ձգտում եմ դեպի մեր ժողովրդական բանասության մտքի, մեր գենետիկ մտածողության է մերձեցնում իմ երգը։ Եվ գիտեք, քանի որ ես աշուղ եմ, ես գրում եմ, չէ, այդ խոսքը եւ մեղեդին, բայց որքան էլ որ այդ տաղաչափության մեջ եմ, այնուհանդերձ ես լսում եմ, որ իմ հոգում շարականներ կան, իմ հոգում աղոթքներ կան, իմ հոգում հորովելներ կան, դլեամաններ կան, այն նրան, որ ես եմ ստեղծում, իմ սիրտն ու իմ սրտից եւ իմ հոգուց է բխում եւ անշուշտ իմ մտքից։ Այո, լսենք Փաշիմը շատ քեղեցիկ հոգևորական երգմն է, որ գդարած է այսօրվա հարգարժան հյուրս Աշուղ Նազելի Գրիգորյանը, ապա շարունակենք մեր թեմաները։ Օրնան կտամ երկնավորի Արատարավ բերքն այս տարի Ցորեններ դես մեջ հարտերին Հարդքշեց բարավ քամի Ցորնի հատը կանցնեմ ասուր Դեղի ոսկի հատուր Թեյման արսս նավահեր պիտի եղներ իր քարայրից Վարկան է հայ, վարկան է յարս հանդում Վարկանը հայ վարկանը Սարից իչաներ դուղոչ Վարկանը հայ վարկանը Մեկիր բորնին մեկիր ոչ Վարկանը հայ վարկանը Մեկը ուներ կարմիր ոչ Մեկն էլ անմազնա ոչ
կանչեցի խռով ասա շուշ է Կանչեցի կանչեցի խռով ասա շուշ է Վարկան է հայ վարկան է Անդի չի վարկան է Վարկան է հայ վարկան է Անդի չի վարկան է Անդի չի նորմի ու յարս ատում վարկան է Անդի չի նորմի ու յարս ատում վարկան է Վարկան է հայ վարկան է Սարի ճամփեն կանաչա, վարկան է հայ վարկան է, ճամփեն լիքը կակաչա, վարկան է հայ վարկան է, յարը շամփե քով կգա, ոյով ու կապուտաչա, յարը շամփե քով կգա, ոյով ու կապուտաչա, վարկան է հայ վարկան է, հանդի միջին վարկան է, վարկան է հայ վարկան է, հանդի միջին վարկան է, Անդի միջի նորմի ու յարս ատում վարկան է Անդի միջի նորմի ու յարս ատում վարկան է Վարկան է հայ վարկան է Անդի միջի վարկան է Վարկան է հայ վարկան է Անդի միջի վարկան է Անդի միջի նորմի ու յարս ատում 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 վարկան է Վարկան է հայ վարկան է Մենք բնավ չենք բավարարվում, այո, ասեցի թե պիտի լսենք բաժիմը, բայց անգարելի թե բաժիմը միան լսենք, որովհետև չենք բավարարվում այս ծեր հրաշալի ցայնը լսելով Խարքելի տիկին Գրիգորյան։ Շարունակենք անցնելով բստիկ տեղեկությունը մեր Խարքելի ունգընչիրներուն եւ ագընչիրներուն 1900-ական թվականներին Դավուշի շրջանի Փաղանիս գյուղում ապրում էր Հովիվ Շաքարը սրինք էր նվագում եւ լավ երգում էր։ Իսկ Աշուղ Նասելի Գրիգորյանին հայրը Լենտրուշը ժառանգելով հոր թավ գեղեցիկ ցայնը մինչև այսօր էլ երբեմն երգում է։ Երգում էր նաև ծեր մայրական պապը Ռուգասը կարող ենք ասել որ երաժշտության հանդեպ ծեր սերը քալիս է ընտանիքից թե զարգացրել եք ինքնուրույն աշխատության շնորհիվ եւ աստվածատուր տաղանդով Ես կարծում եմ, որ արդեն ի սկզբանե ինչ որ մի ճակատագիր է, որ երկու կողմի պապերս էլ եւ հայրս, մայրս, բոլորը իրար եւ իդեպ եղբայրներս էլ հրաշալի եւ երգում էին եւ նվագում էին եւ մեր ընտանիքը այնքան երաժշտական էր, որ ես այդ ամենից դուրս լինել չէի կարող։ Այո, ինչպես նշեցիք, այսպես կարծես ժառանգաբար փոխանցել է ինձ, բայց ես չբավարարվեցի այդ միայն ժառանգական հատկանիշներով եւ սիրողական մակարդակի վրա չթողեցի, այլ անցա մեծ դպրոց, մեծ կրթություն անցա եւ մեծ ուսումնասիրություններ արեցի, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ լինի իմ մշակութային գործունեությունը եւ բեմ բարձրանա հայ արվեստին արժանի երգեր եւ ես երջանիկ եմ սիրելի Ստեյսի, որ իմ երգերը ինձանից բացի կատարվում են հիմա սույն Սայաթ նվաշվական անսամբլում երգում են շատ պետական Գյումրի ժողովրդական գործիքների անսամբլում, այստեղ գործող բոլոր պետական անսար Գորիսում կա, այսպես Սիսիանում կա, որտեղ որ կա ժողովրդական նվագարանների խմբեր պետական, այնտեղ իմ երգերը կան եւ սրանից մեծ երջանկություն չկա, որ փաստորեն իմ երգերը ոչ միայն սիրվել են, այլև ներառվել են երգացանկում մեր այս նշանավոր խմբերի մեջ։ Այո, ճիշտ է։ Դուք մեծացել եք երաժշտական մթնոլորտում, նույն ժամանակ սիրել եք երգարվեստը, երկար տարիներ զբաղվել եք մանկավարժությամբ, բոլորովին տարբեր գխոսինք։ Ինչ է տվել ցեզ այդ փորձը։ Գիտեք,
Ես բանասիրական կրթությունը հենց այնպես չէր, նա պիտի իմ կրթությունը ինձ օգներ, երբ սկզբնական շրջանում, գիտեք Հայաստանում այդ տարիներին այնքան դժվարակացություն էր, պատերազմ էր և Արցախյան շարժումներ սկսվել և երկրաշարժ էր և մեզ անհրաժեշտ էր այս աշխատանքները անել Դրան զուգահեռ ես արդեն ամուսնացել էի, փոքրիկ երեխաներ ունեի և իմ անհատական գործունեությունը այդքան էլ հեշտ չէր։ Իդեպ հայտնի է, որ երաժշտական կարիերա ենք ասում գործունեությունը սկսելը և ասպարեզ մտնելը ճանաչված հանրային դեմք դառնալը լուրջ աշխատանք է և մի օրվա կամ մի տարվա աշխատանք չի, դա տարիների աշխատանք է, որ ես ստացա, մեծ դպրոց անցա և վերջապես հասկացա, որ այո, կարող եմ իմ երգերը սիրվել և հանեցի ասպարեզ բավականին ուշ տարիքում։ Արդեն 30-ն անց արդեն իմ երեխաները բավականին մեծ էին և ես կարող էի արդեն իմ անհատական գործունեությամբ զբաղվել Եվ կամաց ես տեսա, որ իմ երգերը սիրվում են, երգում են մյուսները, ժողովուրդը, որ ինձ տեսնում էր, արդեն կամաց ճանաչում էին։ Նազելի ջան, քեզ տեսանք հեռուստացույցով, լսեցինք այս երգը, այն երգը, երգերս արդեն մրցանակներ էին ստանում եւ սա ինձ ոգևորեց եւ կամաց դարձավ մի այսպիսի մշակույթ, արվեստ, որ իմ երգարվեստն է։ Եվ դարձել են հայտնի երգեր։ Արդյոք երգերը, որ դուք գրում եք, ձեր ստեղծագործությունները, իրական կյանք են, որովհետև ասում են, թե երբ իրական կյանքի պատմությունները գրում են, երգահանները կամ բանաստեղծները կամ ովևէ մեկ այլ տարբեր, ասում են, թե ավելի հաջողություն է գտել։ Ինչ կպատասխանեք։ Ես այսպես եմ կարծում, սիրելի Ստեյսի, երգը պիտի ինքնաբուխ լինի, քեզանից բխի եւ Անհեստական երգը կարծում եմ կյանք չունեցող մի բան է։ Ես հիմա տեսեք այդ հոգևոր կրթությունը, որ ես ստացել եմ, այդ հոգևոր դպրոցը, որ անցել եմ համալսարանական տարիներին, տոհմիկ երգչախմբում, իր հետքը թողել է, որ իմ երգը ես սկսում եմ շարականով, իմ Սուրբ Մատով սկսում եմ իմ աղոթքով, դա իմ աղոթքն է, ոտքդ եկար ինձ ազատիր ճարից, մեղքից, փորձանքից եւ այլն։ Սրանք բոլորը կյանքից բխող, ես մոտեցել եմ մատուրին և երգը ծնվել է, ես գրկում եմ մայրիկիս և մորս մասին երգեր են ծնվում, ես կարոտում եմ նրան և նրա մասին երգեր են գրում, ես կարոտում եմ Բաղանիսը և հարսնակար Սուրբ Սարը, մենք Սուրբ Սար ունենք, հարսնակար է կոչվում, այն ժողովրդում Հարսնակարի անունը ունի և հարսնակարի մասին երգ է ծնվում, Բաղանիսի մասին երգ է ծնվում։ Կարծում եմ այլ կերպ հակառակն է սխալ, նա պիտի քո կյանքի արտացոլանքը լինի, քո կյանքից բխի, քո սրտից բխի, որ ավելի ազնիվ և անկեղծ լինի։ Իսկ ազնվությունը և անկեղծությունը անմիջապես երևում է երգի մեջ։ Անպայման, այսօր լսողները, ունգընցիրները կամ ովևէ մեկ ասենք դահլիճում ներկա գտնվողները կամ ռադիո լսողներ, այլ տարբեր շատ լավ գիտեն եւ զգացողությունը կունենան նամանավանդ գխոսինք ձեր երգերի մասին, որ բոլորն սրդի խոսող այսպես երգեր են եւ այդ ձեր քողդրիկ ցայնը, որ ունեք ամենջապես սրդի այսպես տպնալով մենք զգում ենք այդ երգերը, շնորհակալ ենք թե այսպես շատ գեղեցիկ ստեղծագործություններ և մեզ հրամցնում եք այդպիսի երգեր։ Շնորհակալ եմ գնահատանքի համար, շնորհակալ եմ զգացված եմ, երգիացած եմ, թե ինչ մանրամասներ ես դու այսպես պեղել Շատ լավ բրբտում եմ, որովհետեւ տեղեկությունները լի են իմ հաղորդաշարի ընթացքում։ Դուք հիշեցիք տոհմիկ երգել եք մի շարք հայտնի անսամբլերում, որ արդեն հիշեցիք տոհմիկ, Սայատնովա, Ագունք եւ այլ անսամբլերում։ Ինչ հետաքրքիր եւ հիշարժան բահեր եք ունեցել այդ անսամբլերուն, մինչեւ այսօր հիշել եք եւ անմոռանալի են դարձել։
Գիտեք, ի սկզբանե ինձ թվում էր, որ ես պիտի երգեմ, այնքան երգելու հագուրդս ուզում էի հագեցնել, չէ՞ որ արդեն ես ուզում ինձ հնարավորություն էր ընձեռնված եւ Փառք Աստծո, որ իմ ընտանիքը դեմ չէր իմ երաժշտական գործունեությանը եւ ինձ թվում էր, որ ես միայն ընդամենը պիտի երգեմ, բայց այսպես դիպվածի նման եղավ, երբ որ ես Սայաթնովա անսամբլում էի արդեն մեր վարպետը, մեր մայստրո Թովմաս Պողոսյանը ասաց, բան ունենք, Սայաթնովա համահայկական երգի մրցույթ կա եւ եթե կա ձեզ մեջ մարդիկ, որ ստեղծագործում են, նոր երգեր են պահանջում, ոչ թե հին երգերը պիտի երգվի, իսկ պիտի Սայաթնովայից երգ երգեք, օրինակ, բայց պարզվեց, որ ոչ, նոր երգեր են ուզում եւ նոր երգահաններ են ուզում ասպարեզ անել այս մրցույթին։ Եվ ես առաջին անգամ այսպես հավարձակություն ունեցա ներկայացնելու, ասացի, գիտեք, ես այսպեսի մի երգ եմ գրել, կարող եմ ներկայացնել։ Երբ որ ես երգեցի այդ երգը, բոլորը այնպես հիացած, «Ոյ, ինչ լավ երգ է»։ Եվ իրոք այդ մրցանակ շահեց այդ երգը, իմ Սուրբ Մատորը, եւ սա ինձ մեծ ոգևորություն էր, որ ես պիտի շարունակեմ այլևս հանդես գալ իմ անհատական հեղինակային երգերով, որովհետև շատ լավ բան ասաց մեր մայստրոն, ասաց, գիտես Նազելի ջան, դու շատ սիրում ես երգում, բայց ասաց, որ դու ավելի լավ այսպես կերևաս, եթե քո երգերով հանդես գաս։ Սայաթնովա, Շերամ, Ջիվանի, ազգային երգեր երգում են բոլորը, բայց դու այսպես անհատապես կերևաս քո երգերով։ Ես խորհրդին հետևեցի եւ ահա այսօր ես ներկայանում եմ այսպես ավելի հանրությանը հայտնի եմ որպես Աշոտ Նազելի։ Այո։ Քիչ հետք այդ կոչման մասին անպայման պիտի խոսենք, դուք որ ասեցիք երգեր քրելու կամ հորինելու, արդյոք ձեր ստեղծագործությունները միշտ նախընտրելի են ցես համար որպեսի երգեք, եթե ովևէ մե դարբեր գան դաղանթավոր մարդիկ գվերցնեք իրենց մե բարեր երգեք կամ ձեր նախընտրությունն է ձեր ստեղծագործություններով երգել։ Գիտեք, ես երգել եմ ամբողջ կյանքում, ինչպես գիտեք, ասացի հոգևոր երգեր, ազգագրություն եւ երգել եմ դասական աշուղների երգեր եւ այսօր էլ երգում եմ Սայաթնովա, Ջիվանի, երգում եմ ժողովրդական երգեր, կոմպոզիտորական երգեր, չէ՞ որ ես երգչուհի եմ նաեւ, չէ՞։ Այո։ Եթե պետք է, եթե համերգին, իմ համերգներին, իմ երգերից բացի ինչ որ երգեր եմ անում, բայց իմ երգերը նաև կարիք ունեն, չէ՞ որ ես դեռ շարունակում եմ ստեղծագործել եւ պիտի նոր երգերով հանդես գամ եւ վստահվում է որ իմ համերգները իմ երգերով են լինում եւ չէ՞ որ հանդիսատեսը ակնկալում է որ ես նոր երգերով նաև հանդես։ Այո։ Եվ այսպես է ստացվել, որ վերջին մի քանի տասնամյակում ես առավելապես երգում եմ իմ հեղինակային երգերը, բայց այդ երգերի ակունքը մեր ժողովրդական երգն է, որ ես երգել եմ ժամանակին եւ ինչու՞ չէ այսօր էլ երգում եմ։ Եվ այդպես ալ կոհեք վահում ձեր երգրվակուներին շնորհակալություն դարձյալ նախքան խոսիլը ձեր հաղորդաշարի մասին շատ հաճելի եւ մի հետաքրքրական հարց է ինձ համար հայտակրի օգնականն էլ ավետիքյան շնորհակալ եմ ինձ ուղարկած է նամակներ եւ քանքադեն դրել թե ինչու ստեյսի մեր նամակները չի գարտում Նազելի Գրիգորյանին մեր աշուղի ուրեմն գարտամ գարկ նամակներ նախ շնորհակալություն պիտի հայտնեմ Թալի մասնաճյուղի բոլոր հոմի ընկերուներուն նամանավանդ ընկերուի Ֆլորա որ այսօր կհետևի նամանավանդ արիթ ընծայեցին որբեսի ցեզի Լոս Անջելեսում անցամբ ծանոթանամ դե բադիվեր այդ մեկը եւ պիտի խոսենք ցերմենահամերգի մասին մեր վստահ հաղորդաշարի կամ զրույցի ավարտի մեր ընկերուի Ֆլորան գրած է thank you Stacy John for giving us an opportunity to see and hear your wonderful show. Շնորհակալություն գահիտնե ինձ թե ես արիթը ընծայած եմ, որբեսի լսեն թիտեն նամանավան ցեսի հարկելի տիկին Նազելի մեծ երովենգերի Ֆլորա։ Բարիկալուստ շատ սիրելի աշուղ Նազելիին, շնորհակալություն Ստեյսի։ Խնդրեմ շնորհակալություն մի հայտնեք ցեզի ասեցի։
Բարի եկած է մեր աշուղն ասելին, որ իր երկերը միշտ կլսեմ եւ իր ցայնը միշտ իմ սրտիս մեջն է։ Ինչ գեղեցիկ նամակներ են գրել, ապա Փանաստեղծի Հասմիկ Գրիգորյան, Բարևներս հայաստեր հաղորդաշարի ունգընթիրի, ինչպես նաև անձնակազմին, ինչպես նաև Աստծո օրհնությունը բոլորիդ շատ հարգելի Դիգին Նազելի Գրիգորյան, սիրելի մեր շատ հարգելի Օսաննա Բաբահեկյան բարի եկածես ինչպես նաև գշնավորեմ Սատիկը սիրելի Ստեյսի միշտ բերջախոսությամբ կներկայացնես մեր շատ սիրելի եկչուհի Աշուղն Ազելին խնդրեմ դարձյալ գսեմ շնորհակալություն մի հայտնեք եւ հարգելի Օսաննա Բաբահեկյան ջերմ համբույրներ Ունինք տարբեր երկիրներ է միացած, Ստեյսի բարևներ հաճիս եթե գրնաս ուղարկել Դիգին Նազելի Գրիգորյանին շատ ուրախ եմ թե այսօր ինք հաղորդաշարի հյուրը թե եւ ալավելի լավ կծանոթանանք մանավանդ է Երևանն անավանդ գրած են մանավանդ իր փոքր եղած ժամանակի պատմությունները Մենք միշտ փոքր ենք այդպես է Մենք չենք մեծանար, մենք կսանին Մենք փոքրը մանուկը երբեք չի ծերանում Աբա փարով եք եկել Հայաստղեր հաղորդաշար սիրելի Նազելի Գրիգորյան Ձեզ ուրախ հարցազրույց հաճելի հաղորդաշարը Ստեյսի Ավիդիկյան Արաբյանի հետ Հասմիկ Գրիգորյան, որ կգրեք նույն ասկանունը, Բարի լույս եւ շնորհավոր շուտ ծնունդ, բարի եկած է Աշուղ Նազելի Գրիգորյանը, գշնորհավորեն Զադիկը, ունիմ նաեւ դարձյալ բարի լույս ավստրալահայեր, որ շատ կանուխ եք արտնցած եւ կհետեւիք հաղորդաշարին, շնորհակալ եմ Հրանտուհի, բարեմներ կուղարկեմ Նազելի Գրիգորյանին, բարի եկած է հաղորդաշարեն ներս Եթե հարցումներ ունիք, սիրով կվերցնեմ ձեր հարցումները, հպարտ ենք ձեզ մով սիրելի եկչուհի երկնային ցայն ունիք գսե Տիգին Օսաննա Բաբահեկյանը, քիչ հետ վստահ կբացատրի, Հոյագապ ցայն ունիք, ձեր ցայնը անսվար Հրանտուհին Ավստրալիայե, ապա ունինք հոլանդայեն, ունինք ֆրանսիայեն, ունինք բելգիայեն, ունինք լիբանանեն, կանադայեն, Արժանտին, Ամերիկա, միացած են բոլոր մեր ունգընթիր եւ ագընթիրները, բարևներս դարձյալ ողջույն համայն հայության, Ավեսյանը գողջունե ցեզի, շնորհակալություն գահետնե թե դուք հաղորդաշարի հյուրը լինացեք, բացարիք ցայն ունեք գսե Վիկտորիան, ինչպես նաեւ Թերզադիգը գշնորհավորեն, բարի հայտակիր սիրելի Ստեյսի եւ Աշուղ Նազելի Գրիգորյան Անավակյանի կողմէ Անայդ Աբկարյանը բարի եկես քիշեր հարկելիներ շատ լավն եք հաջող ընթացք ցեզ սիրում ենք երկուսիդ էլ շնորհակալ ենք Բարի կալուստ Աշուղ Նազելի Գրիգորյան ցերցայն անսպար հրաշալի ցայն ունեք հազարը բարի եկել է Աշուղ Նազելին Ստեյսի Շնորհակալ ենք, որ շատ լավ ցևով կներկայացնես մեր այսօրվա հյուրի մասին։ Ապա բարևներս մեր շատ սիրելի Նազելիին, ցերցայն անսպար ով Աշուղ Նազելի Դալիլա Դեմիրճյանի կողմէ։ Դեր նամակները շատ են եւ եղան հարյուրավոր, բայց մենք գարտացինք մի քանի դարձյալ ներողություն կխնդրեմ ձեզ մեղարկելիներ, եթե բոլոր ձեր նամակները չեմ գարտար, բայց մենք դեռ շատ հետաքրքրական թեմաներ ունենք նամանավանդ հաղորդաշարի հետ կապ ունեցողը, դուք նաեւ վարել եք հին ու նոր աշուղներ հաղորդաշար Իմպուլս ռադիոգայանում։ Ինչ նպատակ էիք թրել այդ հաղորդման միջոցով փոխանցել ունգընթիրներին Նախ նորից շնորհակալ լինենք մեր ունգընթիրներին, ակնթիրներին, նամակների համար եւ արձագանքների համար սիրելի Ստեյսի եւ իհարկե քո օգնությամբ սիրելի Ստեյսի, բայց այո, անցնենք այդ հարցին Իմպուլս ռադիոկայանում ես ունեցա հեղինակային հաղորդում, ուզում էի, որ մեր դասական աշուղների կողքին ներկայացնել նաև ժամանակակից նոր աշուղներին, որպեսզի մեր ժողովուրդը իմանա, որ այսօր էլ մեր օրերում նույնպես աշուղներ կան, մեր ժողովուրդը զարմացած էր, որովհետև չգիտեին, իրենց թվում էր, որ այն աշուղները, որ մենք ինչ որ գիտենք, ինչ երգեր որ մենք գիտենք,
այդքանով սահմանափակված է։ Այո։ Բայց այս հաղորդաշարի նպատակը այն էր, որ ժողովրդին ծանոթացնի նորորյա աշխուժներին Այո։ եւ ժողովուրդը զարմանում էր, որ հատկապես այդ աշխուժների մեջ կան նաեւ կին ստեղծագործողներ։ Եվ ես ինքս լինելով աշխուժ ստեղծագործող իմ ընկերների համար այսպես հնարավորություն ընձեռեցի, որ ներկայանան իրենց երգերով ռադիո այդ հաղորդաշարի միջոցով։ Ինչու են ասել, թե ժողովրդական երգերը, ինչպես որ ասեցիք, սահմանափակ են, որքանով ճիշտ է։ Ժողովրդական երգերը սահմանափակ չեն, խոսքը երևի աշխուժական երգերի մասին է։ Աշխուժական երգերը հատուկ տաղաչափություն ունեն։ Նրանք պետք է լինեն հատուկ տաղաչափության մեջ, հատուկ վանկերով, հատուկ հանգերով եւ այսպես է ընդունված։ Դա երևի նկատի ունենք։ Իսկ ընդհանրապես սահմանափակում չկա, որտեղ ժողովրդական երգը, աշխուժական երգը կարող է եւ հայրենիքի մասին լինել, սիրո մասին, մոր մասին, թեմաները կարող եք ընտրել մենք, չափը զվարթ երգ լինի, տխուր երգ լինի, ակապելա երգ ենք, թե գործիքավորումով երգ ենք, դա որևէ սահմանափակում չկա։ Իսկ ժողովրդական երգերի կարևորությունը այսօր շատեր կասեն ժողովրդական երգեր եւ ոչ միայն աշխուժական, թե սահմանափակ է, որ ինչպես որ դուք ասեցիք, ճիշտ չի, նույնն ես եմ ասում։ Ինչպես բահբանել, զարգացնել, գենթանի բահել ժողովրդական երգերը այսօր։ Սիրելի Ստեյսի, դա շատ լուրջ հարց է, որովհետև մենք հենց հիմա դուք եւ ես եւ ժողովրդական երգեցողության նվիրյալները ջանք են գործադրում, որպեսզի ժողովրդական երգը մենք պահենք։ Ինչու ժողովրդական երգի կարևորությունը այն է, որ սա մեր ժողովրդի պատմությունն է, սա հայերեն է, սա հայկական խոսքն է, հայկական երաժշտությունն է, հայ ժողովրդի անցած պատմությունն է, մեր պապերի գենետիկ մտածողությունն է, եւ այս հրաշալի այս գանձերը թողած չգնանք օտարի երգը վերցնենք եւ ներկայանանք աշխարհին օտար երգով, որովհետեւ աշխարհի շատ ժողովուրդներ երջանիկ կլինեին, որ հայ ժողովրդի նման գանձարան ունենան։ Մեր ժողովրդական միտքը շատ հարուստ է, մեծ պատմություն ունի։ Այո։ Եվ թավոք սրտի այս ժամանակներում ավելի շատ օտար, հետաքրքիր երգերի ետևից են գնում եւ շոու բիզնեսների, շոուների ետևից են գնում եւ այսօր պիտի փաստենք, որ ժողովրդական երգիչների լսարանը շատ փոքր է, իսկ ռաբիզ երգիչների կամ մեկ այլ երգիչների լսարանը շատ մեծ է։ Դա ցավոտ հարց է, որ սա պետք է լուրջ լուծում ունենա բարձր ատյաններում։ Լավ, լուծումը ինչպես, ուր է լուծումը։ Ինչպես Պետք է ժողովրդական երգին լայն ասպարեզ տան, ժողովրդական երգի համար մեծ բեմեր հատկացնեն, մեծ հնարավորություններ ներկայացնեն եւ ընդգրկեն երիտասարդներին։ Այդպիսի մի գործունեություն շատ տարիներ առաջ եղավ եւ ժողովուրդը մեծ սիրով ընդունեց այլ երիտասարդ երգիչներին, ովքեր իրենց հին երգերը ասպարեզ հանեցին, ժողովրդական երգեր ասպարեզ հանեցին, ժողովուրդը մեծ սիրո այսպես երջանկության ալիք բարձրացավ, բայց դրա համար միջոցներ են պետք, գիտեք հիմա ես նորից խոսքս ուզում եմ ուղղել մեր սիրելի Ֆլորային, տեսեք Ֆլորան կարող էր իր հնարավորությունները օգտագործել եւ այնպիսի ավելի հանրահայտ ռաբիզմի երգիչ բերեր, որ մեծ հոնորարներով, մեծ բաներով, բայց մարդը ուզեց, որ ժողովրդական երգը, աշխուժական երգը ինձ բերեց, հրավիրեց եւ այդքան շատ լավ կազմակերպեց, որպեսզի նրանք ովքեր չգիտեն իմանան, ովքեր գիտեն, տեսնեն, որ Աշոտ Նազելին, որ այսօր ժողովրդական երգի ակունքներին հավատարիմ է, շարունակում է այդ ավանդույթը եւ այս երգերը մեր երգերն են, մեր ժողովրդի երգերն են, պետք է աչքի լույսի պես պահել։ Վստահ։ Իսկ աշխուժական երգը, արվեստը ինչ տեղ
ունին ձեր կյանքում այսօր, այսքան տարիներ յետք։ Աշխատական երգը արդեն իմ կյանքի մի մասն է, քանի որ ես այդ երգի արտահայտողն եմ, այդ երգի այդ արվեստի նվիրյալն եմ եւ այդ արվեստը կրողն եմ իմ մեջ եւ ներկայացնողը, հանրահռչակողը։ Ես անմիջական այսպես սերտ կապ ունեմ, չէ՞, արդեն աշխուղ եմ։ Այո։ Եվ արդեն դուք ստացել եք այդ կոչումին, որ քիչ հետ կդարձյալ տեղեկությամբ խոսենք, բայց այսօր երբ ես մի քանի հոդվածներ եմ գարթացած եւ նույն ժամանակ մի հարցազրույցներում որ հետևում էի լսեցի թե կսեն աշխուղական երգերը սահմանափակ է եւ աշխուղական երգերը անծանոթ են ճիշտ ինչպես կրնանք բացատրել թե ինչու այդպես ըսվում է ինչու անծանոթ երգեր են ինչ է ճիշտ աշխուղական երգերի արմատը Սիրելի Ստեյսի, չգիտեմ դա ինչ ով է այդպիսի բան ասել, դա ես չեմ ընդունում, թե սահմանափակ են կամ չգիտեմ ինչ են կամ անծանոթ են, անծանոթ չեն։ Սայաթնովա կա հայ աշխարհում, որ Սայաթնովայի երգը չգիտի, Ջիվանի չգիտի, բոլորը երգերով են դասյարակվել եւ Սփյուռքում եւ հայրենիքում, եւ ասել թե դա անծանոթ է, դա թյուրիմացություն է, այսպիսի բան ես չեմ ընդունում։ Եվ աշխուղական երգը ժողովրդական երգի մի ձև է, մի նմուշ է, մի ճանապարհ է, որ աշխուղական երգը պարզապես ժողովրդական երգը հեղինակ չունի, մենք չգիտենք ով է հեղինակը, Բերնեբերան եկել մեզ է ասել, իսկ աշխուղական երգը հեղինակ ունի եւ նա անպայման իր մեջ ինքը սնունդ է անում ժողովրդական երգից, ժողովրդական մտքից։ Այսպես է, տարբերությունը սա է, աշխուղական երգը ժողովրդական է, բայց ունի իր հեղինակը։ Բայց շատ մի բան հետաքրքիր բան եք ասել թե ուրեմն կրնանք ասել մենք ժողովրդական երգը հայտնի չէ եւ դրանք ստեղծված են ժողովրդի կողմից։ Այո։ Այդպես է։ Բայց այդ ժողովրդական երգը մի ամբողջ հայ ժողովուրդ չի հավաքվել այդ մի երգը գրի, դրան էլ են հեղինակներ ունեցել, բայց տարիների ընթացքում այդ երգերը երգել են ու չեն իմացել ով է երգել, այ աշխատանքային երգեր ունեն, գեղեցիկ, ինչ ասեմ, հորովելներ ունենք, մենք ունենք պես ազգագրություն, մեր գանձարան ունենք, Կոմիտասի Կոմիտաս, ինչով է Կոմիտասը հայտնի, որ այդ ժողովրդական երգերը մաքրել եւ ասպարեզ է անել, ասել է այս սա է մեր երգը, այս սա հայերեն է, բայց նրա հեղինակները ովքեր են գրել այդ երգերը, նրանք հայտնի չեն, դրա համար ասում են հայկական ժողովրդական երգ, որ երգել են մեր պապերը, մեր պապերի պապերը եւ բերնեն անգամ մենք քրիստոնեությունից առաջվա երգեր ունենք, որ մեզ են հասել, այդքան հին երգեր ունենք եւ հեթանոց երգեր ունենք, ինչ երգեր ասես որ չունենք, դրանց հեղինակները ծանոթ չեն, բայց Սայաթնովայի երգերը գիտենք, որ Սայաթնովան գրել է իր անունը երգի վերջում եւ մենք գիտենք որ սա Սայաթնովայի երգն է, սա Ջիվանի երգն է, սա Աշուն Նազելու երգն է, սա Շերամ է, սա հասկանում եք, հեղինակը արդեն հայտնի է։ Եվ իհարկե աշխուղական հատուկ տաղաչափությունը, որով ստեղծագործում են աշխուղները։ Մենք շատ երգեր ենք լսում եւ մենք չգիտենք թե ով են հեղինակը, հաճելի երգեր են եւ լսելը հաճելի կտվի, բայց միշտ մնացած են անծանոթ հեղինակներ։ Իսկ եթե պիտի խոսենք այս թարու մանավանդ երիտասարդների մասին, աշխուղական երգը կամ աշխուղական երգերը այսօր որքանով է մոտ երիտասարդներին։ Գիտես սիրելի Ստեյսի մի բան էլ ասեմ, ես մի երգ ունեմ, կարմիր վարդի ալն եմ սիրում, ուրիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամփաներով, թելիք մելիք քո գալն եմ սիրում, շատ տարածված երգ է։ Եվ շատերը չգիտեն թե ով է հեղինակը։ Ասում են, շատ եմ ինձ անձամբ ես նստած եմ եղել դահլիճում եւ հնչել եմ երգ ինչ որ մի համերգի որ ասում են ժողովրդական երգ կարմիր վարդի ալն եմ սիրում։ Եվ ես երբ որ վերջում գնում եմ համերգի վերջում ասում եմ գիտեք այդ երգի հեղինակը ես եմ։ Օ հաճելի եմ զարմացում։
Շատեր չեն իմանում։ Բայց այսպես նորույթ մթարցել է թե ծեր կարծիքը շատ կարևոր է իմանամ հին աշուղական երգերը նոր ցևով ներկայացնում են երիտասարդները արդյոք օգնում է նոր սերունդը ջանաչի դրանք արդյոք ճիշտ մոտեցում է նորովի ներկայացնելը որովհետև բոլորս լավ գիտենք թե ժողովրդական երգերու լսարանը քիչ է Ես պիտի ասեմ, որ ուրախությամբ պիտի ասեմ, որ կամ նաև մեծ խումբ երիտասարդների, ովքեր երգում են ժողովրդական երգ, եւ նրանց օգնությամբ նաև ապրում է երգը երգելով են ապրեցնում, սիրելի Ստեյսի։ Եթե երգը չերգվի, չեն իմանա երգի մասին։ Սա է մեր կապը։ Հիմա, տեսեք, այո երիտասարդները նույնպես երգում են, բայց քանի որ այսպես նյութապես հարմար չէ ժողովրդական երգերը, սա իրենց մեծ ապահովություն չի տալիս։ Նրանք դադարում են կամ գուցե այլ ճանապարհներ են ընտրում։ Հիմա նորովի մոտեցման մասին ասեմ։ Անշուշտ հետաքրքիր է, եթե նոր մոտեցում ունի երիտասարդը եւ ուզում է նոր ձևով ներկայացնի երգը, նոր գործիքավորմամբ։ Ես դեմ չեմ, եթե չաղավաղվի բուն նյութը, երգի մեղեդին, երգի խոսքերը, հեղինակի երգը չաղավաղվի, ժողովրդական ընդունված երգը, այնպես ինչպես մեզ է տվել Կոմիտասը, այնպես ինչպես մեզ է տվել Սայաթ-Նովան, դա չաղավաղվի, սա մեր պատմությունն է, մենք իրավունք չունենք դա նսեմացնելու, մենք իրավունք չունենք խաթարելու, սրա մասին է։ Ուրեմն հին երգերի նոր դարբերակները պետք է բահեն իրենց իսկական ոգին։ Այո։ Եվ ոչ թե լսենք նոր դարբերակը եւ բոլորովին բենդեր կան, այսպես ասած, բենդեր, խմբեր երաժշտական, ովքեր մոտենում են, վերցնում են կոմիտասյան երգերը, ժողովրդական երգերը, ինչու միայն կոմիտասի օրինակին է հետևել նաև մեր Հայրիկ Մուրադյանը եւ հետագայում շատ բանահավաքներ, մեր երգերը Արևմտյան Հայաստանի եւ այլ տարբեր բանահավաքներ, մեր ժողովրդական երգերը հավաքել են եւ այդ երգերը անգամ համշենահայության երգերն են ասպարեզ անվում այսօր։ Այդ երգերը հետաքրքիր գործիքավորումով ասպարեզ են հանում։ Ես դեմ չեմ։ Ես դեմ եմ, երբ որ փչացնում են, այլակերպում են երգը, աղավաղում են եւ մտցնում են օտարահունչ ելևեջներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք հայերեն չեն սիրելիս։ Ես սիրում եմ այդ նվիրյալների իմ հարգանքը եւ իմ ակնածանքը բոլոր այն նվիրյալներին, ովքեր մեզ են հասցրել այս երգերը եւ մենք այդ փչացնելու իրավունքը չունենք։ Շատ գեղեցիկ խոսքեր են, որ այսօր խորհրդի նման են նամանավանդ երիտասարդները, որ գեհետևին, ծեր խոսքերը իմաստալից եւ ճիշտ տեղին է, շնորհակալ եմ, թե այսքան դեղեցություններով խորհուրդներ եք դալիք։ Նոր երիտասարդներուն ավելի լավ ծանոթացնելու համար նամանավանդ աշուղական երգերը արդյոք դուք փորձում եք նորարարություն մտցնել ձեր ստեղծագործություններում թե հավատարիմ եք ավանդական ծևին։ Ես մի բան ասեմ, ես ժամանակ կոնսերվատորիայի ուսանողների հետ հանդիպումներ են լինում եւ ես ինձ հետաքրքիր է թե երիտասարդներն ինչ են մտածում։ Եվ շատ հետաքրքիր մի բան, մի տղա ասաց, գիտեք, ձեր ժամանակակիցների մեջ ձեր երգը շատ ժամանակակից է, հատկապես իմ հերինակային երգեր, այո, ես հատուկ մտածում եմ, որ իմ երգը ժամանակի շնչով լինի, ինքը լինի հայերեն գրագետ խոսքերով, հայերեն շեշտադրությամբ, հայերեն ժողովրդական երգին հարիր մոտ, բայց լինի ժամանակակից շնչով, որ այսօրվա երիտասարդը վերցնի եւ հաճույքով երգի այդ երգը։ Այո։ Իսկ ես հատուկ եմ մտածում այդ մասին, այո։ Անշուշտ։ Իսկ ինչպիսին եք պատկերացնում ժողովրդական երգիաբական։ Երգիաբական Ես կարծում եմ, որքան ժողովուրդ ապրում է, ժողովրդական երգը պիտի ապրի։ Ցավում եմ, որ ժողովրդական երգիչներին մեծ հնարավորություններ չի տրվում
պետականորեն, որպեսզի նրանք ավելի կարևոր իրենց գործի կարևորությունը ճիշտ ներկայացնեն։ Ցավում եմ, որ այսօր մեծ դահլիճները եւ մեծ բեմերը ավելի շատ օտարախունջ երգերն են գրավում եւ մեծ հոնորարներ են ստանում, իսկ ժողովրդական երգը դրանից դժում է։ Ժողովրդական երգ կրողը զգում է, որ դրանով չի կարող ապրել, որ դա իրեն նյութապես միայն հոգեկան բավարարվածությունը բավական չի երիտասարդին, որ նա ժողովրդական երգով զբաղվի։ Ահա ես կարծում եմ, որ այս հարցը պետականորեն պետք է լուծվի եւ ոչ թե ասենք ֆլորայի նման նվիրյալներ, որ իրենց միջոցներով պիտի հրավիրեն այս կամ այն ժողովրդական հանրային մարդուն, որ ժողովրդական երգն է ներկայացնում, այն պետությունը պետք է ուղղորդի սփյուռքի տարբեր երկրներ ճշմարիտ արվեստագիրներին, նրանք ովքեր ժողովրդական երգը ճիշտ են ներկայացնում, նրանք ովքեր սովորեցնելու բան ունեն, ժողովրդին տալու բան ունեն։ Այո, խնդիրքը շատ լավ է։ Են որ վեր են կենում պարում են, բայց դուք քիչ առաջ ներկայացրիք իմ երգերից ամենասկզբի երգերը, որ կարող են շրջան բռնել եւ պարել մեր ժողովրդական երգի տակ, իսկ ինչու ոչ։ Այո, նամանավանդ մանրիկ երգը։ Այո, թող շրջան բռնեն եւ պարեն մեր գեղեցիկ պարերը, մայրոգե պարեն, քոչարի պարեն, հայերեն մեր երգերի տակ։ Բայց չէ, պետք է այնպիսի մի բաներ լինի, որ հայերեն չլինի։ այո, ես Իսկապես թե այո եւ կխնդրեմ մեր այսօրվա հետևողներեն թե այցելեք հարկելի Աշոն ասելի Գրիգորյանի YouTube-ը եւ դիտեք տեսահոլովակը մանրիկ տեսնեք ինչ գեղեցիկ շուրջպար հայկական շուրջպար քույրեր եղբայրներ միասին ցերկի բռնած միասին այդ շուրջպարը գեղեցիկ տեսահոլովակ մնե այցելեցեք եւ դիտեցեք անպայման սիրելիներ այսօր Շատեր կասեն աշուղ, երբ կլսեն աշուղ, ինչ է հասել աշուղ, ճիշտ աշուղ բարի բացատրությունը պիտի խնդրեմ դակ, հարցումս փոխանցել է 2013 թվականին դուք արժանացաք վարպետ աշուղի գոչման, ինչ նշանակություն ունեցավ այդ կարևոր հանգրվանը ձեր կյանքում։ Նախ ասեմ աշուղ արաբերեն բառ է, որ կոչվում է սիրահար։ Աշուղները այն մարդիկ են, ովքեր խոսք են գրում, երաժշտություն են գրում, իրենք երգում են եւ շատ հաճախ իրենք էլ նվագակցում են իրենց։ Մեր դասական աշուղները այդպես են հանդես եկել։ Իհարկե ժամանակի հետ որոշ բաներ փոխվել է, բայց 13 թվականի այդ ձեռնադրությունը նրա համար էր, որ ժողովուրդը արդեն ընդունել էր իմ երգերը, սիրում էին իմ երգերը, տարածված էին արդեն տարբեր հեռուստատեսության, ռադիոյում, համերգներին հնչում էին եւ Սայաթ Նովա մշակութային կենտրոնը հայտ ներկայացրեց եւ որպեսզի ժողովուրդը ինձ ավելի մոտիկից ճանաչի եւ արդյոք ժողովուրդը պիտի հաստատի ընդունում է որ այս ստեղծագործողը վարպետ է այլևս եւ այդպես էլ շատ գեղեցիկ մի ծես է որ կատարում է մեր աշուղական դպրոցում Սայաթ Նովա աշուղական մշակութային կենտրոնը Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ Եվ դա ինձ համար շատ գեղեցիկ մի հուշ է եւ շատ կարեւոր իմ արվեստում, որովհետեւ ավելի մեծ ճանաչում ունեցա եւ ավելի մեծ մեր երգը դա չանձնականացնեմ, այլ որ աշխարհի հայությունը ճանաչեց, որ այսօր էլ ստեղծագործողներ կան եւ Աշուղ Նազելի կա, որ եւ այսպիսի երգեր է գրում։ Իսկ Աշուղի գոչումը ցեզ համար ավելի շատ պատասխանատվություն է դե գնահատանք է։ Պատասխանատվություն։ Անշուշտ մեծ գնահատական է, որ երբ որ քեզ վարպետ են ասում այլևս, բայց սա մեծ պատասխանատվություն է, որովհետև դու իրավունք չունես ազգային այդ խորքից, մեր գենետիկ մտածողությունից, հայերենից հեռանալու իրավունք չունես, այլևս դու զինվորն ես այն մշակութային զինվորը, որ եթե սովորական զինվորները պահպանում են մեր սահմանները, մշակութային զինվորները պետք է պահպանեն մշակութային սահմանները, սիրելի Ստեյսի։ Այո, Աստված պահպանե նամանավանդ հայ զինվորներին եւ խաղաղ լնչին զոհվող զինվորները։
Այո։ Խոսինք այժմ արդեն մեկ շամ 5 րոպեից, որ արդեն մենք զրուցում ենք բնավ սկալի չէ, որովհետև իսկապես հաճելի է ձեր հետ զրուցելը հարգելի տիկին Նազելի Գրիգորյան։ Լսենք ձեզ մե ինչ տպավորություններ ունեք Լոս Անջելեսում կայացած ձեր վերջին մենահամերգից եւ ինչ մթնոլորտ էր դիրում դահլիճում։ Անչափ հաճելի տպավորություններով եմ վերադարձել հայրենիքի դեպ մի քանի օր է որ ես Երևանում եմ, որովհետև այնտեղից էլ Կանադա մեկնեցի։ Այո։ Մեծ տպավորություններով եմ եկել։ Ինձ համար հաճելի էր, որ ժողովուրդը իմ երգերը այդքան սիրով ընդունեց։ Ինձ համար հաճելի էր, որ մի երիտասարդ կին Ֆլորա անունով կարողացավ այդքան մեծ նշանակություն տա իմ գործունեության եւ ընդհանրապես ժողովրդական երգին։ Ինձ համար հաճելի էր ոչ միայն այլ համերգից հետո արձագանքները, որ այդքան գեղեցիկ գրում էին եւ ինձ նամակներ էին գրում եւ այլն, այլև նաեւ այն, որ այդ համերգին մասնակցում էին երիտասարդ երգիչներ, ովքեր այնքան սիրով եկան, եւ նույնիսկ որոշ երգիչներ, որ դահլիճում նստած էին, նրանք էլ էին շատ ուզում որ մասնակցեին համերգին, այդպես չուզեցինք շատ մեծ հոգնեցնող համերգ անել, եւ ծրագիրը այդքանը որոշված էր մեր սիրելի Ֆլորայի կողմից։ Ուզում եմ ասել, այդ հաճույքն էլ սրտիս մեջ ես վերադարձել եմ, որ այդքան երգիչներ ուզում էին իմ երգերը երգել եւ շարունակում են երգել աշխարհի տարբեր տեղերում ապրող մեր հայ երիտասարդները։ Այո։ Համերգի արձագանքները շատ ջերմ էին։ Պիտի ասեմ, որ համերգը նկարահանվել է, հիմա մոնտաժելու այդ աշխատանքների մեջ են, հենց որ պատրաստ լինի ես կդնեմ իմ YouTube-յան էջում, որին ինձ պիտի ասեմ, որ այդ համերգի ոչ միայն աջակիցներ մեր սիրելի Ֆլորան, այլև մեզ օգնում է մի հրաշալի երիտասարդ Դավիթ Ղազարյան, ով ոչ միայն համերգը վարեց, այլև այդ գեղեցիկ տեսաշարերը, որ մեծ պատի վրա էկրանները, այդ ամբողջ նյութերը ինքն էր արել եւ նկարահանումն էլ իր կողմից է, որ հիմա պիտի մաքրվի որոշակի բաներ եւ մաքուր նյութը տեղադրենք։ Այդ բոլորը Դավիթի շնորհիվ է, որ ես ուզում եմ շնորհակալ լինեմ իրեն անձամբ։ Ես ալ նույնպես դարձյալ ողջունում եմ ընկերուի Ֆլորային եւ շնորհակալություն եմ հայտնում թե ինքը արիթ ընծայեց որովհետեւ թալի մասնաճյուղեն ներսը ծեր այդ անցամ բծանոթանանք ծեր ներկայություն ուրախություն ստեղծեց թալի մասնաճյուղում եւ գողջունում դարձյալ այդ անձամբ են ծանոթացած ռիլիստեյտի գիտեք որ դա այդպիսի հանդիպումները որ համերգից հետո ինձ հրավիրում էին եւ այդ գնահատական այդ ջերմությունը այդ վայելքեր ինձ համար այդքան հարգված եւ սիրված լինելը կարծում եմ որ ամեն մեկի համար շատ մեծ հաճույք է։ Ես երջանիկ մարդ եմ, ես անչափ այսպես երջանիկ եւ ոգեվորված եմ եկել հայրենիք, այսպես հույսով սրտով որ ինչ լավ է որ իզուր չէ իմ ջանքը, իմ եռանդը, իմ այսքան տասնամյակների աշխատանքը, որով ես ապրում եմ։ Իսկ մենահամերգից ինչ հույզերով հեռացել եք փեմից այդ երեկոն։ Ժողովուրդը չէր ուզում հեռանալ։ Չէր ուզում հեռանալ եւ հետո դահլիճը նախատեսվածից նորից աթոռներ էին ավելացնում, որովհետեւ ավելանում էին, գալիս էին։ Մենք արդեն վերջացել էր sold out էր, բայց միևնույնն է էլի մարդիկ են եկել եւ մեր գազམ་ակերպիչները նորից աթոռներ էին ավելացնում։ Վերջում այդ ծաղիկների ծովը, այդ վերաբերմունքը, այդ սիրահոժար, այդ չգիտեմ ինչ հաջողությունները երբեք չեմ մոռանա մարդկանց այդ խանդավառ դեմքերը, որ ես տեսա։ Իսկ այդ մենահամերգը, որ գխոսինք լոսում էր, ինչով էր առանձնահատուկ ձեզի համար։ Առանձնահատուկ էր նրանը, որ ես առաջին անգամ էի լինում Լոս Անջելեսում, ես եղել եմ անցյալ տարի Ամերիկայում, Բոստոնում եւ Վաշինգտոնում, բայց Լոս Անջելեսում չէի եղել եւ առաջին անգամն են, որպես առաջին անգամ եւ այդպիսի գեղեցիկ, բարձր մակարդակով կազմակերպված եւ այդքան հրաշալի համերգ, ես շատ տպավորված եմ, առանձնահատուկ էր դրանով, այո։
Սպիրկահայ հանդիսատեսի հետ հանդիպումը տարբեր իմաստ ունի կամ ցեզի համար հանդիսատեսը նույն չափով է լա մայր հայրենիքի մեջ կամ սպիրկում Գիտեք, հանդիսատես է, դու երգում ես սրտով, քո երգը հոգով տալիս ես, ինչ որ զգում ես տալիս ես հանդիսատեսին, բայց սփյուռքում առավել ևս, ինչու, որովհետև սփյուռքում ապրող հայ է մնում մշակույթով, հատկապես մաքուր ժողովրդական աշխուղական երգով եւ այն լսարանը, որ գալիս է կարոտով այդ երգերը երգելու նրանց համար հատկապես կրկնակի ջանք ես ուզում դնել, որ շարունակեն սիրել եւ ապրել հայ մշակույթով։ Հայապահպանությունը շատ կարևոր է, ինքդ գիտես եւ այս ռադիոժանն է ահավասիկ դրան է նպաստում սիրելի, որի համար շնորհակալ եմ բոլորիդ եւ քեզ սիրելիս եւ բոլոր դասակերպիչներին խնդրեմ, որովհետեւ սիկ հավասար է հանդեսի կամ մենահամերքի ընթացքում սպիրկահայերը կամ ասենք Հայաստանի մեջ գտնվող հանդիսատեսները լավ դուք բազմաթիվ համերգներով հանդես եք եկել թե Հայաստանում թե սպիրկում եկեք այսպես հարցումին ծևը մի քիչ փոխեմ երբ ելույթ եք ունենում Սպիրկում գխոսիմ անշուշտ, արդյոք ավելի մեծ պատասխանատվություն եք զգում ազգային մշակույթը ներկայացնելու առումով գխոսիմ միան։ Սպիրկում առավել ևս, բայց ընդհանրապես անգամ եթե տանը իմ տան հյուրերի համար ես երգում եմ, նույն պատասխանատվություն ունեմ։ Գիտեք, որովհետև իմ ունկնդիրը մեկ հոգի լինի, երկուսը լինի, սփյուռք լինի, հայրենիքում լինի, մեր ամենահեռավոր գյուղերում լինի, ես նույն պատասխանատվություն ունեմ մեր ժողովրդական երգի հանդեպ, իմ կատարած աշխատանքի հանդեպ։ Ես ուզում եմ, որ դա ազնիվ լինի, անկեղծ լինի, ճշմարիտ լինի եւ ամեն օր սովորում եմ, արդյոք այս բանը հանկարծ հայերեն չէ, արդյոք այսա լավ է եւ մինչեւ երգը ասպարեզ հանելը ես այսպես տքնաջան, քրտնաջան աշխատում եմ, որպեսզի լինի այն ինչ որ ես եմ ուզում Ինչ ասեմ Ստեյսի ջան, ամեն երգի հանդեպ, ամեն տեղ սփյուռքում լինի, թե որտեղ լինի, ես նույն պատասխանատվությունը զգում եմ։ Հրաշք մարդ եք իսկապես եւ ես դարձյալ շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալելու, որովհետեւ ձեր պատասխանները հապշտակված մտիկ կնեմ եւ շնորհակալ եմ անկեղծ պատասխաններ տալու համար։ Մենք պիտի լսենք Թերը յուրահատուկ էին, Ստեյսի։ Ես այսպիսի հարցազրույց չեմ հիշում, որովհետև իհարկե հիմա դու հարցը այնպիսի բաներ նկարներ եւ այնպիսի դրվագներ ես եղել, որ շատ հարցազրույցներում ես չեմ ունեցել այսպիսի։ Շնորհակալ եմ քո պրոֆեսիոնալ մոտեցման համար սիրելիս, անչափ զգացված եմ։ Շատ շնորհակալ եմ, ես ալ նույնպես շատ շնորհակալ եմ։ Գիտեմ թե ունի քեղեցիկ երգը Բայց սիրելիներ եւ սիրելի ունգընտիրներ, եկեք լսենք բարբերությունը երգեն, ապա լսենք մեր հարգելի Աշուղնազելի Գրիգորյանեն, ինչու այս երգը շատ իմաստալից է։ Մեր տանը ցավիկ է բուսել անունը լույս է, դու ես լցվել ուրախության, ես էլ երգեմ յուսեն, Իմ գարուն, սիրուն, իմ լուսետագուն, չապից շատ եմ սիրուն, իմ գարուն, սիրուն, իմ լուսետագուն, չապից շատ եմ սիրուն Արած պանտախին դուլացի դունը իշ դուն է, երբ նայում եմ իմ լուսելին ամեն օրս տոն է, Իմ գարուն, սիրուն, իմ լուսետագուն, չապից շատ եմ սիրուն, իմ գարուն, սիրուն, իմ լուսետագուն, չապից շատ եմ սիրուն Սիրելիներ, երգը շատ գեղեցիկ է գուզենք ամբողջովին լսել, ինչու զատացեմ սույն երգը լույսե խորակրով, լույսեն ով է եւ ինչ իմաստ ունի ձեզ համար։ Գիտեք, ես սիրելի Ստեյսի կարծում եմ, որ ավելի այսպես
ոչ անձնական երգերը պիտի սա կարելի է դնել այս երգը անձնական ձայնադարանում, որովհետև ես չգիտեի, որ տատիկ դառնալը այդքան մեծ երջանկություն է։ Եվ Լուսեն իմ առաջին թորնուհին, երբ որ ծնվեց, Գերուհին հարցնում ասում են նազ դու երջանիկ ես որ տատիկ ես ասեմ ավելի երջանկությունը հենց դա է Արդյոք Լուսեն ցեզ ուժ դալիս է շարունակելու ստեղծագործել Այո Լուսեն իսկապես մի լուսավոր աղջնակ է իմ առաջին թորնուհին իհարկե ես ունեմ նաև ամեն արփի թորնուհիներ ես 3 թորներ ունեմ Աստված վայ Բայց առաջինն է եւ ես օթերի մեջ ես չգիտեի որ կա ես նույնիսկ մտածում էի որ եթե տատիկ լինեմ դա կթաքցնեմ որ չիմանամ որ տատիկ եմ Հիմա լավ ոչ թե թաքցնի այլև բոլորին ասում եմ իսկ դուք գիտեք դա ինչ երջանկություն է եւ այնպես որ այդ երկը այսպես ծնվեց ես էլ չափսոսացի էլի մեկը մտածում էի ասպարեզ չհանեմ որովհետեւ ես կուզենայի որ իմ դլեյամանը ետ չեկար մայրը սուրբ է, իմ սուրբ մատուրեն երկերս լինեն ասպարեզում, բայց Լուսենը մի քիչ անձնական, բայց նաև այն մասին է, որ այո, մեր շարունակությունը, մեր գենը շարունակելը մեզ մեծ երջանկություն է Աստված վայ հիմա լավ գիտեք թե ինչու ցեզ հարցնում էի թե ով է Լուսեն Այո Լուսենն առաջին թորնուհին է հրաշքն է դոզն է Աստված վայ բավական բրբդել է եւ լավ իմանալ է ես իմացած եթե առաջին թորնիկն է ուրեմն ուզեցի այս երկը պատրաստել ամենչավես լսենք եւ խոսենք թե եթե Լուսեն գուտա այդ ուժը ստեղծագործության լավ որտեղ է գտնում ծեր ներշնչանքը այսօր ստեղծագործելու Լուսեյեն Ամեն տեղ, ամեն մի իրադարձություն, ամեն մի երևույթ, ամեն մի ինձ ակնավու բան, ինձ կարող է ոգեշնչել։ Կարող է ոգեշնչել ինձ ծաղիկը, մարդը, կարող է ինձ ոգեշնչել իրադրությունը, հոգեվիճակը։ Ես երբեք չեմ ստիպում ինքս ինձ նստել այսպիսի մի հատ երգ գրել։ Ես պիտի ոգեշնչվեմ, ինքնաբուխ գա երգը եւ ես դա ասենք ճիշտ է մի քիչ դու կոկում ես, մի քիչ դու շտկում ես, միշտ որ երգին, ինչպես որ կավագործն է, այսպես ձեռքերով շտկում իր ստեղծագործությունը այնպես էլ երգահաններն են կարծում եմ այդպես անում եւ ցանկացած բան երևույթ կարող է ինձ ոգեշնչել բնությունը հատկապես մեր վանքերը հատկապես մեր մայրերը մեր զավակները սերը ընդհանրապես բոլոր առումներով սերը Կարող ենք ասել մեր հայրենիքը Հայրենիքը հենց սեր է, հայրենիքը հենց մեր բավոնց, անպայման հայրենիքը, առանց հայրենիքի ով ենք մենք Ճիշտ է եւ համամիտ եմ եւ ես միշտ ասում եմ այդ մեկը այնքան ես խոսում եմ Հայաստանի մասին ինձ կասեն թե Ստեյսի ջան դու ծնվել ես Հայաստան գասեմ Հայաստանը ծնվել է իմ մեջ եւ ես չեմ ծնվել Հայաստան Ապրեք, կեցես, շատ գեղեցիկ խոսք, այո Դու կարող եք Հայաստանից հեռու գնալ, բայց Հայաստանը բոլորիս մեջ է, մեր արյան մեջ է, մեր երակներում է, մեր աչքերում է, մեր ունկերում է, մեր ձեռքերում է Ուր էլ որ գնալ դու հայ ես Ինչ էլ որ չլինի դու հայ ես Հբարտորեն մենք միշտ խոսում ենք եւ երբ ներկայացնում ենք մեր անձը մենք ասում ենք թե մենք հայ ենք որտեղ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք այսինչ հբարտություն է վստահ պետք է հբարտորեն ասենք միան պետք է լավ սովորեն հայերը իրար սիրեն որովհետեւ այսօր ատելությունը կա այսպես հայերի միջև ես միշտ խնդրում եմ Աստծուց մեծ թե այսպես լուսավորի իրենց միտքերը որովհետեւ հայերը միշտ իրար սիրեն եւ մենք մեկ բռունցքով շարունակենք դեպի առաջ եւ բահենք մեր Հայաստան մեր քյուրերը, մեր քաղաքները։ Ապրես, կեցես, համամիտ եմ։ Գիտես, մեր պատմությունն է մեզ ստիպում այսպես չարանալ, մեր պարտությունը եւ այլն, բայց ընդհանրապես, եթե առանձին մարդուն վերցնես հային, եկեք լավի վրա դնենք շեշտը, չէ որ մենք ունենք հրաշալի տաղանդավոր
աշխարհի բոլոր ասպարեզներում այսպես փայլող հայեր, սա էլ չմոռանան։ Եվ այն փոքրոքի եւ չգիտեմ, չարը իր մեջ պարունակող մարդիկ ամեն տեղ կան։ Շեշտը չդնենք այդ չարության վրա, այո, պետք է ուրախ լինենք, պետք է հպարտ լինենք եւ պիտի անպայման ազնիվ լինենք եւ մեկս մեկին սիրենք։ Եթե մենք սիրենք իրար ձեռք բռնենք, մեզ հաղթող չի լինի։ Երանի, չարը միշտ գա, բայց փարին միշտ կհաղթի չարին։ Այդպես պետք է խոսենք եւ շատ։ Այո։ Այո, այո։ Ամեն։ Հարկելի Աշոն Գրիգորյան, արդեն մենք հասանք մեր զրույցի ավարտին, բայց գուզեմ ցեզ մե գիտնալ ինչ խորհուրդ կտակ երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր հետաքրքրված են աշխուղական արվեստով եւ ցանկանում են գնալ ձեր ճանապարհով։ Ինչ խորհուրդ պիտի տամ, ուրեմն նրանք լավ ճանապարհ են բռնել։ Այդ ճանապարհը կարող է դժվար լինել, այդ ճանապարհը կարող է ինչ որ շատ շահավետ չլինել, բայց դուք գիտեք, որ դուք անում եք ազգային գործ, դուք գիտեք, որ դուք լավ գործ եք անում, եւ որքան շատ երգեք ժողովրդական երգը, այդքան երկար կապրի մեր ժողովուրդը, մեր մշակույթը։ Իմացեք, որ դուք շատ սուրբ գործ եք անում։ Իսկ սուրբ գործ անողը, եթե մարդը գիտի, որ ինքը այդքան սուրբ գործ է անում, միշտ հոգեպես ազնիվ է եւ բարձր։ Այս կասեմ։ Այո։ Ես կուսեմ մեր ռադիոլսողներին, ինչպես նաև ագնթիրներին, ասել թե սիրելիներ, Աշոն Ազելին նրբանկատ է անգերց ինքը իր եւ միջավայրի հետ, ազնիվ ու բարդաջանաչ իր աշխատանքում։ Աշոն Ազելի երգերը սիրում եւ երգում են աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները։ Աշոն Ազելի երգը ապրել է, ապրում է ու գաբրի եւ պիտի ապրի հավիտյան։ Ես շնորհակալություն կհայտնեմ ցեզի չերմ եւ անգերց զրույցի համար, ցեր քեղեցիկ գնահատական խոսքերի համար, ցեր խորհուրդների համար, մաղթում եմ նոր ստեղծագործական վերելքներ եւ անսպար ներշնչանք։ Եթե պիտի խնդրեի ցես մե վերջին խոսք սրտակի մի խոսք ասեք մեր հետևողներին եւ աշխարհի բոլոր հայության համայն հայության, ինչ ունիք ասելիք հրամեցեք լսենք։ Նորից իմ շնորհակալություն ձեզ այս եթերը կազմակերպելու համար, զգացված եմ անչափ, որովհետև ես հայ մարդու հետ եմ խոսում եւ խոսում եմ հայ երկից, մշակույթից, սրանից հաճելի բան չի կարող լինել ինձ համար։ Եվ բոլոր այն ունկնդիրները, ովքեր լսեցին եւ չգիտեմ, համամիտ են, համամիտ չեն, կարող են իրենց կարծիքները գրել, ասել։ Նրանց եմ մաղթում, որ աշխարհի որ ծայրում են, որ ապրեն, հայ մնան, հայ մշակույթով ապրեն։ Եվ եթե մի հայ էլ տեսնեն, նրան գրկեն եւ ասեն, որ հայ ես եղբայր կամ քույր, հայ մնասիրելիս, ինչով կարող եմ քեզ օգտակար լինել, եւ իրար սիրեն, չասեն թե հայ է, գողքով անցնի անտառ գնա։ Ինչ ասեն, կյանքը այնքան կարճ է, դու ոչինչով ոչ աղքատանում ես, ոչ հարստանում ես, բայց եթե մի լավ գործ ես անում, դու քեզ մարդ ես զգում։ Իսկ հայերեն, հայանպաստ մի բան անելը, որ հիմա այլ դուք եք անում, որ մի քիչ էլ ես եմ անում եւ իմ նմաններն են անում, այսպես ազնիվ է պահում մեր հոգին։ Գիտեք, այսօր կանք, վաղը չկանք, 100 տարի չենք ապրելու, երջանիկ լինենք, որ մի գեղեցիկ հետք եք թողել այս կյանքում։ Երանի լսեն այս ծեր սրտակին խոսքերը, որ իսկապես իմաստալից էր, հայը հային լավ սիր է, միատեք իրար եւ միշտ բարձր բահեցեք իրար, ինչպես նաեւ բարձր բահել կարմիր, կապույտ, նարնջակույն դրոշակը, որովհետև հբարտություն է դրոշակը։ Այո, մենք պիտի լսենք իմ մայրիկ խորակրով ծեր ստեղծագործություններ են մին, ապա մի րոպե եւ կհեռանամ մեր այսօրվա զրույցեն Աշոն Ազելի Գրիգորյան, դարձյալ շնորհակալ եմ եւ բարի գիշեր ձեզի։ Ես եմ շնորհակալ, բարի գիշեր սիրելիս, ինձ բարի գիշեր, ձեզ բարի օր։ Ճիշտ է, ցտեսություն։ Ցտեսություն։